Հովհաննես 12 Օծում Բեթանիայում Իսկ Հիսուս զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել, և այնտեղ նրան ընթրիք տվին, սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Իսկ Մարիամը մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը, և տունը լցվեց յուղի բուրմունքով։ Աշակերտներից մեկը, Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչու այդ յուղը չվաճառվեց 300 արծաթ դահեկանի և չտրվեց աղքատներին»։ Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էլ վերցնում։ Հիսուս ասաց նրան. «Թույլ տվեք նրան, որպեսզի իմ թաղման օրվա համար պահի այդ։ Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, ինձ միշտ ձեզ հետ չունեք»։ Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացավ, որ նա այնտեղ է, եկավ ոչ միայն Հիսուսի պատճառով, այլ որպեսզի տեսնի նաև Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել։ Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից և հավատում էին Հիսուսին։ Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, երբ լսեց, թե Հիսուս Երուսաղեմ է գալիս, արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ։ Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով Թագավոր Իսրայելի»։ Եվ Հիսուս մի էշ գտնելով նստեց նրա վրա, ինչպես որ գրված է. «Մի վախեցիր, ով դուստրդ Սիոնի, ահա քո Թագավորը գալիս է նստած մի էշի քուռակի վրա»։ Եվ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Հիսուս փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, թե այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։ Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց և նրան մեռելներից կենդանացրեց, և դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում, ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։ Փառավորում մահվամբ։ Այնտեղ կային նաև որոշ թվով հեթանոսներ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն։ Նրանք մոտեցան Փիլիպոսին, որ Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր, աղաչում էին նրան ու ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպոսը եկավ և Անդրեասին ասաց։ Անդրեասը և Փիլիպոսն էլ Հիսուսին ասացին։ Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասավ. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա, և ուր ես եմ, այնտեղ կլինի, և իմ ծառան։ Եթե մեկը ինձ ծառայի,
նրան կպատվի իմ հայրը։ Բայց այժմ հոգիս խռովված է, եւ ինչ ասեմ, հայր փրկիր ինձ այս ժամից, բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։ Հայր, փառավորիր քո անունը։ Երկնքից մի ձայն եկավ, եւ փառավորեցի, եւ դարձյալ պիտի փառավորեմ, եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թե որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին, նրա հետ մի հրեշտակ խոսեց։ Հիսուս պատասխանեց ու ասաց. այս ձայնը ինձ համար չէ, որ եկավ, այլ ձեզ համար։ Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետվի։ Եվ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ։ Այս ասում էր նշելու համար, թե ինչ մահով էր մեռնելու։ Ժողովուրդը նրան պատասխանեց. օրենքից մենք լսել ենք, թե Քրիստոս հավիտյան կմնա, իսկ դու ինչպես ես ասում, թե մարդու որդին պետք է բարձրանա։ Ո՞վ է այդ մարդու որդին։ Հիսուս նրանց ասաց. մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է, քայլեցեք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ուր է գնում։ Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք։ Հիսուս այս խոսեց եւ գնաց նրանցից թաքնվեց։ Հրեաների անհավատությունը։ Թեպետ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի խոսքը, որ ասաց. Տեր, ով հավատաց մեր տված լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեց։ Չէին կարողանում հավատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ։ Եսային այս ասաց, որովհետև տեսավ նրա փառքը եւ խոսեց նրա մասին։ Բայց մինչև անգամ հրեա իշխանավորներից շատեր հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին հայտնում, որպեսզի ժողովարանից դուրս չհանվեն, քանի որ մարդկանցից տրված փառքը ավելի սիրեցին, քան Աստծուց տրված փառքը։ Աշխարհի լույսը։ Հիսուս աղաղակում էր ու ասում. ով ինձ է հավատում, ինձ չէ, որ հավատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ Եվ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց։ Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ ինձ հավատում է, խավարում չմնա։ Եվ եթե մեկը լսի իմ խոսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկա, որ աշխարհը դատապարտեմ, այլ որպեսզի փրկեմ աշխարհը։ Ով անարգում է ինձ եւ իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է, այն խոսքը, որ ես խոսեցի։ Դա պիտի դատապարտի նրան վերջին օրը։ Որովհետև ես ինքս ինձնից չխոսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա ինձ պատվիրեց, թե ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խոսեմ։ Եվ գիտեմ, որ այն պատվիրանը հավիտենական կյանք է։ Արդ, ինչ որ ես եմ խոսում, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ինձ ասաց։